Մարդու իրավունքների պաշտպանը վերջերս կրկին անդրադարձել է առաջին անգամ դպրոց գնացող, բայց միանգամից տարեկիցների դասարան ընդունվող երեխաների իրավունքներին, այս անգամ արդեն որոշման տեսքով։ Արձանագրել է խախտման փաստը։ Կրթության նախարարի հրամանով ընթացիկ ուսումնական տարվանից, եթե երեխան դպրոց է հաճախում օրենքով սահմանված ժամկետից ուշ եւ չունի մտավոր զարգացման լուրջ խնդիր, նա ընդգրկվում է ոչ թե առաջին դասարանում, այլ իր տարիքին համապատասխանող ավելի բարձր դասարանում։ Մարդու իրավունքների պաշտպանը սրա վերաբերյալ դիմում բողոքներ է ստացել։ Թեժ գծի հեռախոսահամարով են զանգեր եղել։ Հիմնվելով դրանց ու հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված այցերի արդյունքների վրա պաշտպանի ընդունած որոշման մեջ արձանագրվել է։ Առաջացած խնդիրները կապված են երեխայի կրթության, հանգստի, ժամանցի իրավունքի, ինչպես նաև երեխայի լավագույն շահի պահանջի երաշխավորման հետ։ Դրանք վերաբերել են եւ ուսումնառության ընթացքում խնդիրներին եւ հոգեբանական խնդիրներ են ունեցել երեխաները, նրանցից շատերը նաեւ համադասարանցիների հետ շփման ընթացքում ունեցել են խնդիրներ։ ՄԻՊ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրակրթության մեջ միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են վախի, անհանգստության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացումներ, լացի, հուզական լարվածության դրսևորումներ, որոնք արտահայտվում են ուսումնական նյութի յուրացման եւ առաջադրանքների կատարման գործընթացում։ Իրականում բոլոր լայնածավալ հետազոտությունները ցույց են տալիս, որ հնարավոր չի երեխայի մոտ ձևավորել դպրոցին պատրաստվածության ինչ-որ մի մակարդակ առանց երեխային համապատասխան միջավայրերի մեջ ընդգրկելու։ Այսինքն անկախ նրանից երեխան դպրոց կգնա 6 տարեկանում թե 8 տարեկանում, ինքը ադապտացիոն դժվարությունները ունենալու է եւ պետք է հաղթահարի։ Շատ հարաբերական եւ շատ յուրաքանչյուր երեխայի անձով պայմանավորված եւ իր նախկին փորձառությամբ պայմանավորված է սա։ Ավելի վաղ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ կրթական գերատեսչության որոշումը երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկել միանգամից տարեկիցների խմբում հիմնավորման կարիք ունի։ Այդ հիմնավորումը չի ստացվել, թե բավարար չի եղել։ Ես այս տեսանկյունից հարցին չեմ անդրադառնա, պարզապես կնշեմ, որ իրավասու մարմինների հետ աշխատանքային քննարկումներ են իրականացվել եւ բոլոր դեպքերում պաշտպանը իր որոշումը կայացրել է մեր կողմից արձանագրված խնդիրների հիման վրա, բայց պետք է նաեւ նշեմ, որ իրավասու մարմինների հետ կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել։ ՄԻՊ որոշմամբ ԿԳՄՍ նախարարի հրամանի կասեցման հարց չի դրվում։ Այն պարունակում է միայն առաջարկ ու ոչ որևէ պահանջ։ Որոշումը արձանագրում է, որ այս գործընթացում երեխայի իրավունքների խախտում է տեղի ունեցել եւ երեխայակենտրոն մոտեցում չի ցուցաբերվել եւ առաջարկ է արվել երեխայի լավագույն շահից ելնելով կարգավորումները այնպեսի նախատեսել, այդ թվում օրենսդրական դաշտի լավարկման տեսանկյունից, որպեսզի յուրաքանչյուր երեխայի համար հնարավորություն լինի նաեւ նրա կարիքներին համապատասխան հնարավորություն լինի ճիշտ որոշում կայացնել, որը կհամապատասխանի հենց երեխայի լավագույն շահին։ Կրթական գերատեսչությունում էլ որոշակի դժգոհություններ առաջացրած հրամանը կասեցնելու մտադրություն չկա, բայց փոփոխություններ ծրագրվում են։ Մենք հիմա գտնվում ենք եւ վերլուծությունների եւ լրացուցիչ միջամտություններ նախաձեռնելու փուլում։ Հանրակրթության վարչության պետը շեշտում է, դեռ ուսումնական տարվա սկզբին դպրոցներին տրամադրվել են ուղեցույցներ, ուսուցիչները վերապատրաստվել են, ուշ տարիքում կրթության մեջ ընդգրկված երեխաների հետ աշխատելու համար։ Իսկ դեկտեմբերի դրությամբ ի տարբերություն ՄԻՊ-ի նախարարության դիտարկումները ավելի դրական պատկեր են ի հայտ բերել, թե երեխաների ակադեմիական հաջողությունների եւ թե մնացած դժվարությունների առումով։ Այսինքն 4 ամսվա ընթացքում երեխաների կեսից ավելին ամբողջությամբ տառաճանաչ են, ամբողջությամբ թվաճանաչ են, ընթերցելու հմտությունները, թվաբանական գործողություններ կատարելու հմտությունները ձևավորված են եւ հիմնականում դասանին համընթաց գնում են։ ՄԻՊ-ի կողմից ներկայացված շատ մոտեցումներ ավելի անհատական դեպքերի են վերաբերում, քան համակարգային իրավիճակին։ Նախարարությունում, քանի որ կոմունիկացիոն դժվարությունները համարում են պակաս սուր խնդիր, կենտրոնանում են, որ այն երեխաները, որոնք ունեն կարողություններ, ստանան անհրաժեշտ աջակցությունը, որ հասցնեն դասընկերների հետ միաժամանակ յուրացնել ծրագրային նյութը։ Հետագայում նաև ամառային դպրոց է նախատեսվում։ Այս տարի կարծում եմ արդեն ամառային դպրոցի տարբերակով կունենանք այդ նախաադապտացիոն շրջանը այն երեխաների համար, որոնք պիտի հաճախած լինեին դպրոց, բայց չեն հաճախել եւ որոշակի ժամանակ կտրամադրվի, որպեսզի երեխաները այդ դպրոցական միջավայրին եւ հասակակիցների միջավայրին հարմարվեն։
Նախարարության տվյալներով սահմանված ժամկետից ուշ դպրոց է ընդունվել 777 երեխա, նրանցից 19-ը մտավոր զարգացման լուրջ խնդիրների պատճառով տեղափոխվել է առաջին դասարան, 626-ը սովորում է երկրորդ դասարանում, 131-ը երրորդում, 1 երեխա ընդունվել է միանգամից 4-րդ դասարան։ 4-րդ դասարան ընդունված միակ երեխան Ռուսաստանից է, երբևէ դպրոց չի հաճախել, բայց տանը նրա հետ աշխատել են։ Այստեղ կրթությունը հայերեն տառերից են սկսել։ Դժվարությունը իր մոտ շփումներ երեխաների հետ, որովհետև մշտապես շփվել է տատիկի հետ, իր հասակակիցների հետ շփում չի ունեցել կամ շատ քիչ է ունեցել, ուստի դարձյալ հոգեբանի աշխատանքն ենք այստեղ մենք իրականացնում, դասղեկն է աշխատում եւ ընդհանուր ամբողջ թիմով մանկավարժական աշխատում ենք երեխայի հետ, որպեսզի այդ սոցիալիզացիայի հարցն էլ կարգավորենք։ Երևանի համար 69 հիմնական դպրոցում սահմանված տարիքից ուշ ընդունված 12 երեխա կա։ Նրանք բոլորն էլ արտերկրից են եկել։ Թեպետ դպրոցի անձնակազմը սկզբում մտավախություններ է ունեցել, դժվարություններն ըստ տնօրենի պատկերացրածից հեշտ են հաղթահարել։ Բայց հաճելի անակնկալ մեզ սպասեց, որ մենք ունեցանք երեխաներ, ով այսօր հաղթահարել են իրենց առջև դրված այդ ճանապարհը, տառաճանաչ են, կարդում են եւ արդեն ոմանք, բոլորը չենք կարող ասել, կարողություններից է կախված, դա ոչ թե ծրագրի բարդությունն է, այլ երեխայի կարողությունն է։ Ունենք երեխաներ, որ նույնիսկ դասարանում բարձր կարողությամբ աշակերտ է դարձել։ 12 երեխաներից 10-ը երկրորդ դասարանում է, որոնցից 8-ը ռուսականում։ Հայկական դասարանում ընդգրկված 2 տղաներից մեկը ազգությամբ հայ է, եկել է Ռուսաստանից, մյուսը Դոմինիկյան Հանրապետությունից է։ Դասվարը նկատում է, նրանցից մեկը շատ մեծ դժվարությամբ է հարմարվել միջավայրին։ Բնականաբար, եթե նա հուզված է, չի կարողանա ոչ մի բան սովորել։ Ինձ համար դժվարություն եղել է այն, որ երեխային հասցնենք ադապտացվի երեխան, նոր արդեն անցնենք ուսումնական թեմաներին։ Հոգեբանի հետ այդ խնդիրը կարգավորել են, հիմա տղան սովորում է դասընկերներին համընթաց։ Մյուս տղան հակառակը, միանգամից է իրեն լավ զգացել նոր միջավայրում։ Չէ, ինքը եկել է լրիվ ադապտացված, բոլորի հետ ցանկություն ունեցել խաղալու, թռչկոտելու, թռվռալու, այդպեսին է եկել ուրախ։ Նա առայժմ միայն հայերեն 9 տառ է ճանաչում։ Կրթության նախարարությունն արձանագրում է, օրենքով սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված երեխաների շուրջ 80%-ը հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի դժվարությունը եւ սովորում է հասակակիցներին համընթաց։ Աննա Զախարյան, Ժիրայր Հաբետյան, Հովհաննես Քյուրքչյան եւ Գևորգ Զաքարյան, Կիրակնորյալ լուրեր։